Ողջույն Կորզարարալի կետրում վերաթարցող կապիտալ աղորդումն է։ Մենք խոսում ենք նախին սպիրկահայերի հետ, որոնք դարձել են հայրենադարձ։ Այսօրվա մեր հյուրն է Բերնակ Հարագյուլյան Մարդիկյան, ողջույն Մեդլան ջան։ Ողջույն Դիրան ջան, մերսի շատ այսօր որ ընդունեցիք ինձ եւ կանչեցիք հոս։ Խնդրեմ, ես ուզում եի, ես գիտեմ որ մի քանի երկիրով եք հասել այստեղ ու վերջնական։ Մի հատ ինձ ասեք, ինչու եք հայրենադարձել ու որտեղից եք եկել սկիզբից։ Այո, ուրեմն ես Բերնակ Հարագյուլյան, ծնված եմ եւ մեծացած եմ, այսինքն Սուրիա Հալեբի մեջ, մինչեւ 22 տարեկան։ 22 տարեկանին 2012 թվականին AGB-ում գազագերբած էր մեկ հատ երկի հետ կապված, այսինքն երաժշտական ծրագրամ, մեկ ամսվա, որ մեզի առաջարկեր էին եւ ես ուզեցի եւ կալ փորձել ավելի ցանամարզության թեկումով։ Դուք ձեր հոբիներից մեկն է երգելը։ Այո։ Վաղուց ավելի երգեի ժամանակին, հիմա քիչ ավելի սպաղ վիճակով չեմ գնար, որ այդքան հատկացներ ժամանակ։ Ուրեմն այդ մեկ ամիս ուզեցի կալ, մի քանի HB-ի անդամներով եկանք, մեկ ամիս էր, հուլիսի գեսին էր, հետո օգոստոսին արդեն ծրագրամը վերջացավ, համերգը դվինք Երևանում եւ բաբան ցանկեց, ասա որ լավ չէ օսվիճակը, թու մի կար մենք պիտի կանք։ Սուրիա լավ չէր վիճակը։ Լավ չէր, Հալեբի մեջ ավելի ճիշտ է, արդեն սկսած էր պատերազմը, բայց Հալեբի մեջ հենց այդ շրջանին էր, որ ավելի վատացավ։ Բաբան ցանկեց, ասա տիկետը կենսելերի, արդեն մենք կուկանք կոր։ Սպասեցի իրենց մոտավոր մեկ ամիս, մինչև եկան, ամեն ինչ օքեյ եղավ, եւ այդ հույսով էինք, որ իդ պիտի վերադառնանք, բայց չեղավ։ Ուրեմն երկի բանեն դուրս ելելով ես ուրեմն ուզեցի աշխատիլոս Հայաստան, բայց որովհետև անգե առաջալ որ ասեմ որ մենք արևմտահայերեն եւ արևելահայերենի այդ բանը դարբերությունը իմ երկով իմ ընտանիքիսկով այսինքն շատ դժվար չէր, որովհետև մենք շատ կուքայինք արձակուրդի Երևան եւ այսինքն արևելահայերենը քիչը ուրիշները ավելի բան ենք ավելի բարձր ծեր համար բարձր մեզ համար Սկսա թիմել աշխատանքներու, մոտավորապես գրնամ ասել, որ 50 դեղ թիմած էի, 10-ն ավելի ինտերվյու էի այնադեն, բայց հեչ մեկը չեղավ, որ գրծա ինչ-որ դեղ աշխատիլ։ Մինչև եկավ այդ բահը, որ մատենաթարանի մեջ ծանոթ ունեինք, եւ սա որ արաբերեն իմացող մեկը գուզեն, tour guide-ը, եւ որովհետեւ սա տուն արեմդայերեն գիտես, անգլերեն գիտես, գրնաս այդ կորձին թիմել։ Կացի թիմեցի շատ challenging ասանք կորձ մներ աշխատանք մներ որտեվ ես ամեն պետք է տեքստը ես կազմեի մատենատարանի պատմելու համար ամեն տեքստը իրեն պատմությունը հին ժամանակ կացինք բաբան ինձ շատ օգնեց բաբաս ամեն թարգմանեցինք 3 լեզուներով եւ հոն աշխատեցա մոտավորապես 1 տարի գիհիշեմ անգլերենով արաբերենով գնեի եւ արեմդահայերենով իմ գոլեգաները կորձընկերները սկուքային գողքեն գլսեին վայբերնա ինչ անուշ է հնչում արեմդահայերենը ծեր այդպես մեկ տարի հոն աշխատեցա հետո արդեն մոտավորապես մեկ տարի հետո 2014-ին 16 Carrefour-ի մեջ աշխատեցա Carrefour Armenia 16-ին Դուբային կորձի առաջարկ եկավ ինձին օրեն Carrefour-ի մեջ եւ այդ կորձը արի այսինքն եւ դեղափոխվեցա Դուբայ 3 տարի 3.5 տարի մոտավորապես Դժվար էին հերու հայրենիք են ընտանիքին Այո, բայց դարին մոտավորապես 3-4 անգամ ես գուկայի, վիկենդներուն գուկայի մեկ շատ կգարոտնայի հոս։ Այսինքն ինձի համար ես երբ որ մեկի ինձի հիմա հարցնե կամ ասկան աս վերջին 10 տարվա մեջ ուր է քուդունդ ես շատ չեմ երթար Սուրիա, չեմ երթարաթին, ես ինձի համար Հայաստանը միշտ դունի պես սկացած եմ, գրնալալ որ ընտանիքս ալ այլևս հոստ կապրի իսելով ավելի հարազատ կթվա ինձի, բայց ես միշտ այդ հայ մշակույթը, քրիստոնյա լալը բոլորին, ամեն մարդ հայերեն խոսիլը ինձի համար շատ հարազատ կսկա եւ իրական կսկամ որ հոս իմ դունն է։ Նաեւ ուրիշ կորձիկ էլ գա որ դուք հոս ծեր սերն ասկսել որոշ Այո Միա դա ասեք մեզ Այո հովիգի հետ ամուսնացանք 2019 Հովիգը ուրդեղայի հայա Սուրիա հայ են օրեն իմ տասնգերը եղած է մենք նույն տասարանն ենք եւ նույն համասարանը կացած ենք ես եւ ինքը իրար հետ դբրոցի ընկերներ էինք այո հետո 2013-ին երբ որ հոս եկանք 12 13-ին արդեն ինչ որ ասանք գսկայի ինչ որ մեր հարաբերությունը ընկերութենեն արդեն
վերադառնա ավելի լուրջ սիրո պատմության անոր համար at որ մեր սերը հոս սկսած է եւ հոսքե շարունակված է մեզի համար as Երևանը այսինքն թե ինձի թե ամուսինիս համար շատ հարազատ կթվա ու դրանով սկսավ ծեր սիրո կյանքը արդեն ամուսնացաք ինքը Ֆրանսա գաբրեր Հովիգա ժամանակ 2013-ի վերջավորության գնաց Ֆրանսա հոն այսինքն ուսումը շարունակեց սկսավ աշխատել ես հոսեի հետո կացի Դուբայ այսինքն բավական երկար ժամանակ մենք long distance relationship հերագա հարաբերություն ունեցենք հետո 2019-ին ես եկա հոս արդեն Դուբայից եկեցի եկա Երևան ամուսնացանք ու մեկնեցիք դեպի Ֆրանսա հաջորդ մեկնումներ այսինքն Դուբայից հետո հաջորդ մեկնումներ հիմա ոնց է Հովիգն ու Բեռնան Հայաստանում ինչպես որոշեցիք մենք Առաջին օրեն գուզեմ ասել որ 2019-ին որ ես կացի Փարիզ Հովիգը գսեր ինձ մենք օրը ետ պիտի երթանք ետ Երևան պիտի ապրենք ինքը գսեր Չնայած ինքը հոս չեր ապրած այո բայց ես գուզեի քիչ մհոնալ տեսնել ինչպես է այսինքն գուզեի քիչ նայել ուսումնասիրել կամ մարդկանց հետ շփվել տեսեմ ինչպես է իրենց մոդեցումը մարդկանց հետ իրենց culture-ը իրենց ամեն ինչը այսինքն բայց ես ալ միշտ մտքիս մեջ կար որ գուզեմ իդ վերադառնալ հոս գուզեմ օրը եթե գսենք այնադեմ որ բզդիկ ունենանք գուզենք հայ մեծնան մեր բզդիկները հայերեն լավ խոսին հայերեն մշակույթին ծանոթ լան արժեքները գիտնան ամեն ինչով եւ գսենք որ օրը պիտի պիտի երթանք եւ ամեն արցագործի կալուն հոնգե ամեն մարդ գսեր դե եփ պիտի գսենք աշխատենք Անոր վրա։ Ինչա՞ երկու հոգի եք դարձակ։ 4 Այո։ Էդեր մեծ կորձիկա որ մեծ բաժարա որ մարդիկ ավելի շատ մտածեն հայրենադարձելու ինչպես կուքա այդ որոշումը մարդիկ գսեն դու կերտակ որոշեք կորձը գտասավորեք ինչպես այդ Հիմա ամեն մեկում պայման է իրեն համ այսինքն դարբեր է անշուշտ պայմանները մեր համար այս տարին ճիշտ տարին էր որ մենք որոշեցինք դեղափոխվենք արդեն Երևան շատ չեղավ որ Երևան ենք սեպտեմբերին եկանք առաջին սեպտեմբերի սկիզբը Վճռական որ հոսպիտի մնաք այո արդեն կորձը կսկսել Հովիգը տասավորած է իր կորձերը անորալ վերադառնամ որ ես IT ոլորտի մեջ էի Ասկանդարի այսինքն մատենանտարանեն իբր tour guide ելա աշխատեցա Carrefour-ի մեջ որ IT ավելի ոլորտի մոդիկ աշխատանք մգնեի database-ի վրա հետո անցավ ավելի service desk ինչ որ ավելի IT մեջ ավելի technical կորձեր որ ինձի at IT ոլորտի մեջ արդեն դարավ կորձի բանով ես այսինքն չեմ սորված IT բանը այո finance-ի մեջ էինք ավելի accounting եւ այլն հաշվապահություն բայց կորձի առումով at բանի մեջ եմ դա IT ուղղության մեջ երբ որ ֆրանսա կացի ֆրանսերեն չէի խոսեր ոչ մեկ բար այսինքն ըրած էի շատ կորսեր շատ basic էր շատ սկզբնական ֆրանսերեն գխոսեի որ մարդկանց հետ հոն շատ արագ երբ որ գխոսին չէի գնար հասկացվել չէի գնար ոչ մեկ ձևով չէի գնար իրենց հետ խոսել առաջին դարին շատ դժվար էր ես շատ մեծ ժամանակ տվի որպեսզի սորվիմ հետո կոവിഡ്ը սկսավ ամեն կենտրոնները կոչվեցավ դասավանդելու on-line սկսա անելու քիչմը բայց թրացիներ ունեի, հարևաններ ունեի կոവിഡ്ին ժամանակը, որ ինձ օգնեցին շատ պրակտիկ գնելու, այսինքն սկսանք խոսել եւ այլն, սորվեցա քիչ ֆրանսերեն, ավելի լավ էր, սկսա գամած հարցազրույցներ դալ, ընդունվեցա մեկ հատ մեծ IT company-ի մեջ,ոնցա աշխատել Փարիզ, ավելի դիրաբետեցի ֆրանսերենը, հասա ուրիշ հետո փոխեցի 2-3 անգամ աշխատանքս փոխեցի, վերջերս կաշխատեի շատ լավ մեծ company մեջ նորեն որ լավ այսինքն լավ position ունեի եւ ուրիշ մեկը լար գնա շարունակել ավելի կամ բայց մեր միշտ միտքը գար Հայաստանը միշտ
ուրիշ բիզնեսի միտք ալգար իմ միտքս, որ ես կուզեի անպայման հաջող ավելի սրդի հարազատ բիզնես։ Մենք 2019-ին, երբ որ ամուսնացանք ես եւ Հովիգը, ուզեցի գազագերբել մեր հարսանիքը, գազագերբիչ չունեի, ես գնեի ամեն ինչը։ Եվ սկացի այդ գազագերբչական այդ բանը, օրինակ գազագերբչական այդ ցիրկը ինձ շատ թուր կգա, այսինքն ես շատ կսիրեմ անել։ Շատ դժվար էր ինձ համար, արևելահայերեն, արևմտահայերեն, ինչ որ բարեր կար, որ պետք է օգտագործենք, չեմ գիտեր ամեն ինչի հետ կապված, որ մարդկանց հետ շփվիս, ճիշտ հասկացվի, անի շատ ժամանակ խլեց ինձ որ մինչև գազագերբեցի եւ լավ գազագերբեցի, կարծեմ թե շատ լավ հարսանիք անցավ այդ օրը, շատ լավ քեֆերինգ ուրախացանք։ Անգևերտ միշտ միտքս էր, որ ես կուզեմ օրմա աս կորձը անել։ Ուրեմն երբ որ Ֆրանսիա ենք 2 տարի առաջ 2024-ին, կացի մեկ հատ լավ wedding planner-ի հարսանեկան գազագերբիչի մոտ Ֆրանսիայի մեջ master class անցա իրենքով, լավ տեխնիկներ տվավ ինձի եւ արդեն բացի իմ Paris Հոնեի, բացի, բայց իմ միտքը միշտ բաներ destination wedding, այսինքն որ թուրսեն գուկան Հայաստանի մեջ կամուսանան, որովհետև իմ ծանոթները բոլորը adank մարդիկ են, որ գուզեն կալ Հայաստան ամուսնանալ, թե որ իրենք թուրսը գաբրեն։ Շատ գայ, այդ գաբը գազագերբության հետ, որ իրենց կհասկանա, երևի քիչ է։ Կան գազագերբիչներ Հայաստանի մեջ, բայց երևի թրսեն կալ ու հասկացվիլ մանրամասնությունների համար մի քիչ է։ Ցեզիս եմ իմ ավելի հիմա մեր այսինքն սկսած եք արդեն մեները սկսած եք Հայաստանում 2024-ին բացի Berna Events այսինքն ոչ միայն հարսանիք այո ուրիշ հարսանիք ամեն տեսակի միջոցառում ամեն ծևի միջոցառումներ կգազմագերբեմ հիմա ավելի շատ ամենամեծ այսինքն արիտները գլան որ հարսանիքները Երևանի մեջ որ շատ մարդ կուքաթուրսեն գուզեն հոս լավ կեֆնել, ուրախանալ, լավ մեծ հարսանիք ունենան։ Իմ այսինքն գրնամ ասել, որ իմ լավ գետերես մեկն է, որ ես մի քանի լեզու որ կխոսիմ, եւ արևմտահայերեն կխոսիմ, եւ արևելահայերեն կխոսիմ, այսինքն հոստեղի ու ծանոթ եք շուգային, որ ապրել եք այստեղ, այդ կարևոր է։ Հիմա նոր Ֆրանսիային եկածել եք, քիչ դժվար գլա, միջև ծանոթանալ։ Այո, ես ծանոթներ ունիմ շատ լավ ընկերուհիներ Ռադեմ հոս, որովհետև մատենատարան որ աշխատեի, պատկերացրեք 11 տարի եղավ արդեն եւ 12 այդ աղջիկներուն հետ մինչեւ այսօր մենք միշտ գաբի մեջ ենք եւ շատ լավ մարդիկ ես այսինքն երբ որ Երևան եկա ինչու էլ ավելի սիրեցի որովհետև ես իրական լավ մարդկանց հետ շփվեցա անգերց եւ մինչեւ հիմա արդեն ընկերուհիներ ենք շատ մոդիկ միասին եք աշխատանքի մեջ ոչ բայց իրենք շատ գոքնեն գողքեն եւ ինձի շատ այսինքն միշտ գկաչալերեն աս ամեն քայլերում մեջ որ գարնենք եւ շատ ուրախացան անշուշտ որ ետ դարձանք հայրենադարձ եղանք Երևան վերադարձանք Ուրեմն Երևան դառնալու մեկ կետերը մեկներ որ ես իմ կորձսալ գրնամ ավելի թյուրին հոսքե աշխատիլ IT ոլորտը արդեն մեկ կոմտերին հիմա այսօր վրա կենտրոնացած եմ ընտանիքս ավակներս որ հայրեն լավ սորվին հայրեն գիտնան հայկական մշակույթը մեջը լան հայկական մշակույթը ես չի մտածեմ ով են իրենց ընկերները որ ընտանիքներուն հետ կշփվին այսինքն քիչ ապահովություն կա իմ այսինքն մեր մեջ ապահովություն կա հիմա թե իմ թե հովիգին որ այդ բզդիկ մանրուկներու մասին պետք չունենք այդքան մտածելու որովհետև հոս ավելի գիտենք որ ինչ կանել ընտանիքներ դարբեր ծևի դաստիարակություն կտան, բայց գրեթե մենք ամեն ինչը գիտենք որ նույն նույնանման ենք բոլորս նույնանման կմտածենք արժեքներու բահով կոնե այո եւ գիտենք որ այդ սրբությունը ընտանեկան եւ այլն պիտի շարունակվի եւ ամեն մարդ նույն ծևի կոնե կմտածի լավ որ ֆրանսիացիք տեսակ ինչքան դժվար է հայ բահելը հայերեն խոսիլը հայ մտածելը հիշելը հայրենիքը Երևի դարի 1-2 անգամ հազիվ գհիշվի եւ մոռացված է ամեն ինչը մարդիկ լրիվ ասիմիլացված են ու հայության հետ շատ քիչ կապ ունին այդ դեսնելով երևի ավելի վախը մտածել մեջ որ այնտեղ ապրելով ուր պիտի հասնես հա կարողա կորձ ունենաս կարողա չգիտեմ լավ աշխատավարձ ունենաս բայց ընտանիքը ուր կգնա այդ արդեն մութի մեջ է այսինքն դունի մեջ պետք է շատ լավ հայերեն դիրաբետեն մաման եւ բաբան բզդիկներուն ծնողները որովհետեւ գրնան իրենք դալ
լավ հայերենը երեխեքին եւ երեխաները այդ լավ հայերենը սորվին, բայց ինչքան գրնա մայրը եւ հայրը մի քանի ժամ հազիվ կհասցնես, պիտի դեսնես իրենց կեսօրեջ կորտեն հետո տաս պիտի ինեն իրենց պիտի փորձես սորվեցնել հայերեն, բայց ինչքանով գրնաս այդ ամեն ինչը բահբանել մեկ օրվա մեջ կամ մեկ շաբթվա մեջ ինչքան բան գրնա երեխան սորվիլ քրականության հետ ալ կապված, այսինքն գրնա խոսակցականը շատ հեշտ սորվի, երբ որ մաման եւ բաբան դունի մեջ ծնողները կխոսին արեմը դա հայերեն, իման շատ լավ կխոսեր, որտեղ մենք միշտ հայերեն կխոսեինք հետը, բայց ինչքան անի, ինչքան մեծնա, այդքան ավելի դժվար պիտի դառնա։ Դեռ մշակույթը պիտի սորվի։ Շատ մեծ մշակույթ կար Ֆրանսիայի մեջ, ֆրանսայերը շատ են, բայց շատ այդքան որ մեծ քաղաքի մեջ կաբրին, ամեն մեկը մեկտեղ շատ սպառված, շատ հոգնած օրվա վերջը, որ այլևս մարդ չի թափել իրար երթան դեսնեն, հավաքվինք քիչ միջոցառումներու երթանք չկա միջոցառումներ հայկական բար բան շատ բաղ է սկացմունքի կողմեն բաղ է, այսինքն այդ չերմությունը չես սկար, թեկուզ որ երթաս միջոցառումներուն շատ քիչ եղեր է որ ես սկացած եմ եւ այդ չերմությունը սկացած եմ, բայց ընդհանրապես ավելի սարն է։ Դուք հիմա Երևանում միջոցառումների գազմագերբիչ եք, որը ծեր սրդի հարազատ գործ է, ինքը նաեւ ոչ միայն բյուջետի հետ կոմարի հետ կապ ունի, ինքը նաև ջաշագի հետ կապ ունի, որը մարդ ցես հետ նստելով իմանա որ ինչ ջաշագի, ինչ լավ միջոցառում կունենա առանց մեծ ասենք կոմարներով, որովհետև այդ փոքր նրբությունները իմանալն ու սեղանի վրա տնելը շատ կարևոր բան է։ Դուք գիտեմ որ ունիկա դի մի գոմից են մի հատ բացատրենք նաև որ ձեր ամուսինը ինչպես է որ հեշտ հոստեղեն աշխատի, ինքը նաև ունի մի կորձ, որ շատերը ունին սփյուռքի մեջ, որ նույն քայլերի կգնան թիմել, քալ հոս ապրիլ, բայց իրենք աշխատին միջազգային, ինչպես է։ Այո, հովիգը միջազգային, ուրեմն ֆրանսիական բանի մեջ կաշխատի, ընկերության մեջ կաշխատի, բայց իրենք կորձը այսինքն դունեն գրնա աշխատիլ միշտ home office կոնտրան իրեն, այսինքն home office է եւ միշտ գրնա դունեն աշխատիլ, ուր որ ըլա գրնա աշխատիլ։ Անոր համար իրեն կորձի պերումով ալ, այսինքն մեզի համար շատ ավելի հեշտ էր աս քայլը առնելը, ինքը կա հոսքե աշխատի, ես իմ կորձը սնեմ, բզիկները իրենց դադիգին բաբիգին հետ ավելի ապրին, մոդի գլան հարազատներու, բարեկամներու, հայ բզիկներու, անոր համար, այսինքն հովիգին համար ալիմա շատ կջամփորտե հովիգի իրեն կորձի բանով հոս օտագանգա հանկիստ կրնա ուր որ լա ջամփորտել իդեալական է ծեր բոլորի համար իդեալական եւ որ ամենակարևոր որ հովիգը երբ որ ջամփորտե հիմա ինքը մտահոգ չլար մեր վրա որովհետեւ գիտե որ մենք ավելի աբահով դեր գաբրինք ծնողներս մերկով են բարեկամներ ունենք ասկականներ ունենք ամենը մերկով են ինքը այդ մասով ավելի հանկիստ կջամփորտե իրեն կորձի վրա այո իրեն կորձի վրա ավելի գրնա հանկիստ կենտրոնանալ որը ֆրանսիանանք չէր նորեն գջամփորտեր շատ բայց միտքը հանկիստ չէր բայց միշտ միտքը մեր պլյուս որ քեզի օգնող չգացես այո օգնող չգա edel գա որպես երկու երեխա որոնք փոքր են թե բարեկամ չի գար այսինքն եւ ով որ ալգա իրենց կորձերով սպառված ամառ իրեն գտանիքը այո չէ բացի ծնողներից շատ մարդու չես վստահի փոքր դարիքի երեխաներ ու փաստորեն հովիգի կորձը շատ իդեալական է այսպես նաեւ միտքը հանկիստ է որ դուք աբահով եք երկինքը երգերեն հերացած է իսկ ձեր կորձի բահով հիմա ինչպես է ձեր իհարկե սոցիալական մեդիան շատ կօգնե որ դուք ծանոթ լինեք չգիտեմ Լոս Անջելես, Ֆրանսա, մարտիկի մանան, ուզեն ամուսնանալ մյուս համար, ցեզ հետ խոսին, Հայաստանի մեջ նաև սոցիալական մեդիայով գարան ցեզ գտնեն, եթե կորպորատիվ միջոցառում ունեն, կամ նաև չգիտեմ փոքր համերգ, ես գիտեմ որ դուք դավանտավոր ընտանիք եք նաև դուք լավ երկող եք, եղբայրը լավ երկող է, քույրիկը լավ բարող է, այսինքն շատ միջոցառումների հետ գաբ ունեցող ընտանիք եք։ Ինչպես է ձեր աշխատանքը այս կորձի մեջ, որ ամեն ուղղություններով հաջախորդներ կամ մարդ գտնեք, որ հետենին աշխատիկ։ Այո։ Հիմա ճիշտ է, եթե գուզեք ես սոցիալական գայքի մեջ ատկան աշխատանք չեմ դանիր այս տարի, որովհետև որ երկրորդ աղջիկը Սևանան հունիսին ծնվեց, այսինքն ամառվա սեզոնը լրիվ իմ համար մերած կհաշվեի անցյալ դարվա հետ կապված։ Բայց շատ լավ ընկերուհի ունիմ, անունը Պեգի է, որ ինքը արդեն միջոցառումներ կկազմակերպեր հոս, ինքը փոխադրվեցավ Ամերիկա, ցավոք, որ հոս չեն այլևս, եւ ինքը ինձ շատ օգնեց, որ
ես կրնամ իրեն, այսինքն հաջախորդներեն օգտվիր, ինքը որովհետև ոչ չէ դեղում չէ, ինքը ինձի կղրկեր իր հաջախորդները, ես ավելի մարդոց հետ շփվելով, ըսելով, մի քանի վիդեոներ ունիմ իմ էջիս վրա դրած, որ գուզեմ կովաստնել, բայց այդքան չեմ աշխատած եւ արդեն ունիմ բավական արիտներ իմ այս տարվա, որ ինձի վստահած են, այո, իրենց արիտը այս տարի, գուզեմ, ինչու՞ չէ, գուզեմ շատ լա, անշուշտ, որովհետև թիմալ գազմած եմ, ես 3 հոգիով գաշխատիմ, ես եւ 2 հատ օգնական ունիմ եւ անշուշտ կգազմագերբեմ, միան ես գազմագերբիչ եմ, այսինքն ուրիշ մյուս կորձերը կհանցնեմ իմ կորձընկերներում, որ իրենք ավելի մասնակիտացած են, օրինակ զարդարանքի հետ կապված ծաղիկները, ամեն մեկը ինքը իր կորձ ունի, ես ավելի կգազմագերբեմ, իրենց ավելի ինչպես որ էսի լեզվի հետ ալկապված եւ շատ իրենց բանը գթյուրինցնեմ երբ որ ծրագիր գազմած եմ ծրագիրի մեջ ամեն ինչ իրենք կտեսնեն ամեն ինչ մանրամասն գրված իրենց բյուջետին վրա աշխատիմ որ իրենց բյուջետը հարկենք եւ դուրս չելենք շատ իրենց բանեն դուրս ամեն ինչը մանրամասն կփորձեմ աշխատել եւ գիտեմ որ ինձի վստահողը եւ ես ինչ որ ընեմ մինչեւ վերջ գուզեմ եւ ես մեկում խոստված եմ անպայման գուզեմ անդիկա հարկել ինչ որ շատ կարևոր է անոր համար մարդիկ ավելի վստահություն ցեր կբերեն իմ հետ աշխատելով այսինքն վստահին ինձի ես ալ գուզեմ որ մինչև վերջ ընեմ ամեն ինչը որ իրենց սրտով լա ամենամեծ օրը որովհետև իրենց կյանքին ինձի կվստահին անոր համար մաքսիմումը ամեն ինչը պետք է ընեմ որովհետև իրենց օրը հաջող ընթանա առանց խալելու եւ ամորանալու դառնա իսկ ինչ է ցեր էջի անունը Հայաստանի մեջ իհարկե եւ ինչ է ցեր էջի անունը Berna Events Այս Instagram-յան էջը։ Այո, անունով է, այո։ Ու նաև մարդիկ կարանտին են, հերու միջոցառում ունեն կան ցեզ հետ զրուցեն։ Եթե թեկուս ամառվա մեջ է հիմակվանից նստեն խոսան, նայն ինչ ձևի գարանան են, փոքր, մեծ, ամեն ինչով դուք գաչակցեք ու հաստատ վստահ եմ որ լավ կգազմագերբեք, իսկ մեջը լինում է երգեր կամ ինչ որ բաներ, որ դուք ինչ որ գազմագերբում եք, դենց բաներ խումբեր լինեն։ Այո, անպայման, ամեն ինչ, այսինքն A to Z սկիզբը մինչև վերջ ամեն ինչը ես կգազմագերբեմ, նույնիսկ իրենց ինչ որ պետք է լա, չգիտեմ, դուներ գտնել, հյուրանոցներու լեցուն, այսինքն բան ունիմ, ցուցակ ունիմ եւ ցուցակի մեջը գա ինչ որ զեղչեր իմ հadoop իմ անունով եթե թիմեն իրենք այդ բաներում վրա էլ կաշխատեմ որ իմ այսինքն երբ որ ինքը մեկը անցմը կամ զույգը կովս պիտի կայებ ինձի պիտի թիմե ինքը գիտնա որ ոչ թե միան հարսանիքը իր գողքին ալ շատ բաներ կա որ իրենց համար եւ իրենց հյուրերուն համար ապահոված եմ ես մեկ հատ լեման ֆայլը կպատրաստեմ ամեն զույգի գուտամ որ իրենք իրենց հյուրերուն հետ կիսվին մեջը գա հյուրանոցները բդույթները ամեն ինչ որ պետք ունենան լա կոնցերտներ կոնցերտներու բաները դեռ չեմ սկսած աշխատել վրա որ ամեն ինչ հասնի այո բայց վեբսայթները դրած եմ այսինքն ինչ որ բաներ կա որ գրնան օգտվել ամեն ինչ դրած եմ նույնիսկ իրենց մազը ուր պիտի սարքեն մեյքափը ուր պիտի իրեն այո այսինքն ամեն ինչը կա իրենց հյուրերը որովհետեւ հանգիստը սկան եւ իրենց չթիմեն ամեն րոպե որովհետեւ գիտեմ ինչս է ամեն րոպե զանքեն հարսը վերջին վարյան ինքը իրեն աշխարհի մեջ է հարցերով սպաղվի ու նաև հյուրերը պետք է լավ սպաղվին այստեղ մեկ գիշերվա համար չեն եկած նաև մի քանի բան անելու եւ վայելեն Հայաստանը իհարկե շատ մարդիկ որ առաջին անգամն է ես շատ հարսանիքներով եղած եմ որ շատերը առաջին այցելությունն է Հայաստանի ու պետք է նաև մի քանի օր սպաղվին հարսանիքեն դուրս ու շատ կարևոր է որ ճիշտ ցևով գազմագերբվի ասամենը երաժշտություն են բռնած մինչև ծեր ասած Վարշավիրանոցը այո եւ ես երբ որ մտածեցի այսինքն աս Berna Events-ը ավելի Երևանի մեջ աշխատիմ ասկորձը ոչ թե ուրիշ տեղ ես կուզեի որովհետև մարդիկ արդեն դուրսեն ինչքան եկող գա բայց ավելի կան վստահին ուրախ ժամանակ անցնեն եւ իդ վերադառնան եւ իրենց միտքը մնա այդ լավ ժամանակը լավ Հայաստանը եւ սկսին ինչու՞ չէ մտածել դեղափոխվելու մասին եթե արիթ ունին անշուշտ գուզեմ աստաբավորությունը լավ մնա ամեն մարդուկով ամեն եկողի կով որովհետեւ չի խրճին եւ միշտ լավ ու խորհուրդ անտրսիներում որ նորեն եթե չեք ապրում այստեղ կոնե ծեր միջոցառումը ծեր Հայաստանի մեջ արսանիկը ծեր արեք հետո հետ գնացեք ծեր փողը ստեղծացեք ոչ թե
Ամերիկայում կամ Կանադայում։ Այո, շատ կարևոր է նաև այդ հայրենադարձության մեջ գալ նաև այդ կորձիկները, որ մարդոց ասում են կողոնը 2 տարի մեկ այցելեք Հայաստանը, եթե չեք ուզում մեր նման այստեղ հայրենադարձել, քոնե եկեք, ծախսեք փող, տաքսից բռնած մինչև հյուրանոց, մինչև խանութներ, ճիրի խանութներ, բոլորը օգտվին հայկական տրամից նաև, չէ՞ որ ուզես այցելել։ Ձեր աղջիկները ինչպես է իրենց կյանքը հաճելի է իրենց համար այստեղ։ Շատ, Էման մեծ աղջիկս է 4 տարեկան է, Սևանան 7 ամսական է արդեն, շատ փոքրիկ է։ Էման բայց շատ կվախնայի, որ հոնգե արդեն 1 տարի մանկաբարձ գերտար եւ հոս պիտի բերենք, ինչպես պիտի իսկա։ Սկիզբի եկավ գերտար ինքը ֆրանսական դպրոց գերտա Էման ֆրանսերենով կանցնի իր դասերը, բայց անշուշտ հայերենալ ինչպես կսեն իրար հետ, այսինքն 2 լեզուներն ալ կանցնին։ Սկիզբը արևելահայերեն շատ լավ չէր հասկնար, հիմա արդեն գտեսեմ, որ արևելահայերեն գխոսի, արևմտահայերեն գխոսի մեր հետ շատ իրեն համար ընդելանալը հոս շատ հեշտ եղավ։ Մարդիկ շատ լավ գնտունին, նախ դպրոցի մեջ բոլոր աշխատողները շատ լավ ընդունեցին իրեն, շատ մոդիկ էին եւ ինքը as որ ամեն օր դպրոցեն գուկա կամ իրեն մամին գտեսնեմ, մեծ մամային գտեսնեմ, մեծ բաբային գտեսնեմ, մորքուրին, ասկագաններուն իրենց երեխաներով շատ չերմ գսկա։ Ամեն օր գուկա ինձ այսօր որու պիտի տեսնենք։ Միշտ ինչ որ պատրաստ է գուզե մարդկանց տեսնել, մարդկանց հետ շփվել։ Ինչ լավ է։ Ասկի ավելի լավ չէր գնալ, ձեր առաջին ամիսները, ասենք մի դարին որ հոսեք, ես ավարտելու համար մի հատ հուզիչ բայր է, որ բաբան ինձ ուղարկեց ձեր որ հարսանիքի ժամանակ դու եւ ձեր եղբայրը Լևոնը իրար հետ մի հատ երկեցիք ու իսկապես շատ հուզիչ էր քուրոջ եւ եղբոր երկներ շատ հուզիչ էր ու ես ասեցի այս մարդիկ չպիտի ապրեն դուրս պետք է վերադառնան Հայաստան դուք սիրեցիք այդ բահը Շատ, այսինքն Լևոնի համար շատ Լևոնին է դերքել արդեն միշտ կսիրեմ ինքը չնայած ինձ մե ավելի լավ professional ուղին արավ շատ լավ երգիչ է հիմա Կանադայի մեջ եւ այլն բոլորն ագնան տեսնել իրեն վիդեոները YouTube-ի վրա բայց այդ բահը որ մենք իրար հետ հենց այդ երգի երգեցինք շատ հուզիչ էր եւ գուզեմ ասել որ մենք երբ որ բզդիկ էինք նշեցի որ շատ կուկայինք ոս բաբաս որ Երևան սորված է բժշկություն ավարտած է միշտ գսեր որ ես մեծնամ իմ այսինքն վերջս պիտի ապրիմ Հայաստանի մեջ պիտի շարունակեմ Հայաստան եւ այն ադեմ վնե մեր միտքը գար որ օրը մենք Հայաստան պիտի երթանք ապրենք բայց չգիտա որ ասցեվով պիտի լար որ մենք հոս հասնեինք եւ միշտ գիշեմ գզանքեր գսեր ինչ գտիդեք ինչ գնայեք աս հաղորդումը գա Հայաստան հմեք բացեք միշտ աս բանի մեջ էինք որ Այո, չէր, միշտ գծգեր, չեմ գիտեր, նույնը Եսայանը գերքե, ասինչ համերգը գուտագոր պետք է լսեք, մեզի շատ կքաչալեր էր, որ միշտ հայերեն լսենք։ Ու փախտենի բերավոր ցերցայինը շատ լավ է, շատ գեղեցիկ է։ Հիմա չեմ ուզում մարդկանց բացատրել, որ ոչ կանցալը լավ է, բայց ուրիշ արիտով խոսակ, բայց հրաշալի ընտանիք է, ես ասեմ ցեզ, շատ հալեբեն ընտանիքներ կա, բայց որ այսպեսի որակով, թե բաբայով, մամայով, թե ցեր որակը շատ ուրախալի է որ ցեր նման մարդիկ ապրում են Հայաստան ու հույսով ենք շատերը դրսի ցեր քայլին թիմելով ցեր օրինակը տեսնելով Ֆրանսա մնալով բայց ճուզելով Ֆրանսա ամենը գսեն Ֆրանսան ցկեցիկ ինչպես այստեղ բայց ես գիտեմ որ հոսալ Ֆրանսանալ ամեն դեղալ լավ եւ վատ կետեր ունի բայց ես որովհետեւ 4 տարի ապրեցա Երևան Հայաստան գիտեմ իր լավ եւ իր վատ կետերը միշտ անիգա ասած եմ հովիգինալ գսեի որ իր վատ կետերով ես կնախնդրեմ Երթալ հոն ապրել բայց այնուամենայնիվ եւ որ երեխա ունենաս լրիվ ուրիշ աշխարհ է լրիվ ուրիշ մտածում է լրիվ ուրիշ մոդեցում է ապահովությունը որը գտա Հայաստանը ոչ մի երկիր չի դա թե հայկականորեն ամեն բզդիկ փոքր վատ բաները որ մարդիկ կխոսեն կամ եւ այլն անոր վրա գկոցե եւ չեսալ դեսներ որովհետեւ ամեն ինչը ապահովված է ամեն ինչը հեշտ է ամեն ինչը ավելի լավ է հոս թե մեր երեխեքի համար որ տեսենք իրենց ինչպես կմեծնան վստահ եմ որ շատ ավելի լավ մանկություն պիտի ունենան որովհետեւ Երևանը եւ Հայաստանը բարձ է ամեն մարդու համար
ինչքան բարձր է իր մոդեցումը երեխաներու, ինչքան փափուկ են, մոդիկ են երեխեքի հետ զարգացման կողմերով, ամեն ինչը, այսինքն երեխայի աշխարհ գրնանք համարելով։ Ընտանեկան երգիր է, վերջը բացի իր բնությունը, որ շատ գեղեցիկ է, իր եկեղեցիները, իր սնունդը, որ ավելի մաքուր է, քան արևմուտքի։ Ամեն բաժարները ունենք, որ բոլորս հոս ուրախաբրենք։ Աստված օրհնի ցերեն բոլորին, ով որ իրեն պայմանները գները եւ մանավանդ որ գրնան մեզի պես օրինակ հովիգին պես on-line աշխատին, կան հոսպիստիկ բիզնես մփանան, ամեն ինչը գկարծեմ որ գկաչալերեմ եւ գկարծեմ որ եթե իրենք կուզեն ամեն ինչն ալ կաբահովի հոս։ Աբրեք Մերնաջան շնորհակալ եմ լավ զրույցի համար։ Աստված օրհնի ձեր ընտանիքը ու շատանան ձեր նման մարդիկ։ Շնորհակալ եմ։ Աստված թող մեծանան, թող լավանան, թող լավ լան բոլոր ընտանիքները ապահով լան։ Շնորհակալ եմ։